Բջիջների հասցեավորման սկզբունքը։ Էլեկտրոնային աղյուսակը բջիջների հետ աշխատելու մի շարք գործողություններ ունի։ Դրանց պարունակությունը կարելի է հեռացնել, պատճենել կամ աղյուսակի մեկ այլ մաս տեղափոխել։ Excel-ում այդ գործողությունները կարելի է իրականացնել օգտվելով Home ներդիրի Clipboard խմբի կոճակներից, այսինքն հետևյալ կոճակների խմբից։ Ուրեմն Cut մենյուն նախատեսված է նրա համար, որպեսզի աղյուսակի նշված մասի հեռացում կատարվի և պահպանվի փոխանակման բուֆերի մեջ։ Copy հրամանը փոխանակման բուֆերում աղյուսակի նշված մասի պատճենման համար է, իսկ Paste հրամանը դա աղյուսակի անհրաժեշտ մասում փոխանակման բուֆերի մեջ եղած պահպանված ինֆորմացիան տեղադրելու համար է։ Բանաձև պարունակող բջջի պարունակությունը պատճենելիս կամ տեղափոխելիս կարող են բարդություններ առաջանալ, որովհետև այդ վանդակներում, բջիջներում կան հարաբերական և բացարձակ հասցեներ։ Ուրեմն քննարկենք հետևյալ օրինակ։ Օրինակ, տեղադրենք D4 վանդակում 10 թիվը, իսկ D6-ում ուրեմն 6 թիվը, և C3 վանդակում գրենք հետևյալ ուրեմն բանաձևը։ Հավասար է սա, այսինքն D4-ի պարունակությունը անգամ 6, և սեղմենք Enter։ Սա պատճենենք C5 վանդակը, ուրեմն ինչ կատարվեց։ Այս բանաձևում իրենից վերցրել է աջ, մեկ սյուն աջ և մեկ տող ներքև գտնվող վանդակում, այսինքն D4-ում եղած 10 թիվը և բազմապատկել է 6-ով։ Նույնը կատարվել է այստեղ, երբ որ ես պատճենել եմ, տեղափոխել եմ այս ուրեմն բանաձևը, ապա նույնությամբ ծրագիրը վերցրել է իրենից մեկ սյուն աջ գտնվող և մեկ տող ներքև գտնվող 6 թիվը։ Ուրեմն հենց սա կոչվում է հարաբերական հասցեավորում, և այսպիսի հասցեավորման դեպքում բանաձևում օգտագործված բջիջների հասցեները պատճենման արդյունքում ավտոմատ կերպով փոխվում են։ Իսկ եթե բացարձակ հասցեավորում է տեղի ունենում, ապա պատճենման արդյունքում այդ հասցեները մնում են անփոփոխ։ Բացարձակ հասցե գրելու համար անհրաժեշտ է ուրեմն տողի կամ սյունի անունի վրա դիմաց գրել դոլարի նշանը։ Օրինակ, մենք վերցնենք հիմա այս վանդակը և այստեղ D-ի դիմաց գրենք դոլարի նշանը և 4-ի դիմաց դոլարի նշանը և սեղմենք Enter։ Եվ հիմա սա copy անենք, պատճենենք և տեղափոխենք մեր նախապես C5 վանդակը, որ այնտեղ գրել էինք, նույն վանդակում տեղափոխենք և տեսեք, այստեղ հասցեն չփոփոխվեց, այսինքն այստեղ էլ վանդակի մեջ կիրառված հասցեն մնացել է անփոփոխ, և սա կոչվում է բացարձակ, այսինքն չփոփոխվող հասցե։ Եվ այս չփոփոխվող հասցեն դա D4-ն է։ Հիմա եթե ես այստեղ կլիկ անեմ D4 հասցեի վրա, ֆորմուլայի դաշտում, այսինքն այս դաշտում, եթե կլիկ անեմ D4-ի վրա և ստեղնաշարից հաջորդաբար սեղմեմ ուրեմն F4 ստեղնը, ուրեմն այս դեպքում ուրեմն D դոլարի նշան 4-ը նշանակում է, որ սյունը փոփոխվող է, իսկ տողը ոչ։ Եթե մեկ անգամ էլ սեղմեմ ստեղնաշարից F4-ը, ապա դա կնշանակի, որ D-ն, այսինքն սյունը չփոփոխվող է, իսկ տողը փոփոխվող է։ Եթե այսպես սեղմեմ, ապա սա կդառնա և սյունն է փոփոխվող, և տողն է փոփոխվող։ Իսկ այս դեպքում, եթե երկուսի դիմաց էլ դոլարի նշան է տեղադրված, ապա դա նշանակում է, որ և սյունը փոփոխվող չի, այսինքն բացարձակ է հասցեն, և տողը փոփոխվող չի։ Ուրեմն եկեք այստեղ սա հանենք։
եթե ես սա հիմա քաթ եմ անում, ապա օգտագործված բոլոր հասցեները չեն փոփոխվում։ Իսկ եթե բանաձևը պատճենում են, ապա առկա բոլոր բացարձակ հասցեները չեն փոխվում։ Բացարձակ հասցեները չեն փոխվում, իսկ հարաբերական հասցեները փոփոխվում են։ Եթե ես հիմա այստեղ սա դարձնեմ հարաբերական հասցե եւ նորից պատճենեմ, ապա կտեսնեք, որ հարաբերական հասցեները փոփոխվում են։ Այստեղ եթե գրենք օրինակ 4, տեսնենք, որ 24-ի մեջ այդ հարաբերական հասցեն փոփոխվեց, այսինքն D4-ը դարձավ D10։ Ուրեմն հաջորդ գործողությունը կարելի, այսինքն այս գործողությունները կատարել եւ բազմապատման եւ բաժանման նախորդ դասին սիրելի աշակերտներ մնացած բոլոր գործողությունները ես բացատրել եմ։ Այս դասին ուղղակի կարող ենք վերհիշելու համար եւս մեկ գործողություն կատարել, բաժանման գործողությունը իրականացնելու համար նշում ենք հավասարման նշանը, այնուհետև սեղմում ենք հասցեի վրա, թեք գիծն ենք դնում ստեղնաշարից եւ սեղմում ենք հաջորդ թվի վրա, որի վրա պիտի բաժանվի թիվը եւ սեղմում ենք enter, եթե այստեղ ունենք էլի ուրեմն թվեր, կարող ենք նաև ուրեմն ընտրել այն բջիջը, որի մեջ տեղադրված է բանաձևը, մկնիկի ցուցիչը տեղադրել այդ բջջի ստորինաչ գագաթում գտնվող քառակուսու վրա, այն պետք է դառնա խաչի տեսք, մկնիկի ձախ սեղմակը սեղմած պահելով հորիզոնական կամ ուղղահայացողությամբ, մեր դեպքում ուղղահայացողությամբ տեղափոխենք այլ վանդակների վրա։ Բանաձևի մեջ կարող է պարունակել նաև տարբեր վանդակներից, տարբեր շիթերի վանդակներից եղած ինֆորմացիա, այստեղ օրինակ եթե շիթ 1-ում գրենք 5, շիթ 2-ում ամեկում նորից գրենք 6 եւ շիթ 3-ում գրենք 9 եւ օրինակ այստեղ տեղադրենք հավասարման նշանը, սրան գումարած, շիթ 2-ի վրա կլիկ անենք, ելի գրենք գումարած և շիթ 3-ի վրա կլիկ անենք և սեղմենք ամեկ վանդակի վրա և սեղմենք enter։ Ուրեմն այստեղ տեսնում եք A2, շիթ 2-ի ամեկ վանդակ և շիթ 3-ի ամեկ վանդակը։ Իսկ եթե ձեռքով եք ներմուծում, կարող եք գրել հավասար է, շիթի անունը, շիթ օրինակ 2, դնում եք բացականչական նշան և գրում եք հասցեն, ամեկ հասցեն օրինակ, գումարած ասենք 9, ստանանք 15։